Բարի երեկո տիկնայք եւ պարոնայք, Կիրակնորիա ժամը լրատվականն է։ Հայաստանը սպասում է նոր կառավարության ձևավորմանը, ովքեր կլքեն գործադիր իշխանությունը, ինչ նոր դեմքեր կհայտնվեն այնտեղ։ Բոլորիս հետաքրքրող այս հարցի պատասխանը կստանանք առաջիկա 3 շաբաթվա ընթացքում։ Ամենաուշը մինչև մայիսի 9-ը նոր կառավարությունը կազմավորված կլինի։ Սահմանադրության համաձայն եկող շաբաթ արդեն պետք է հայտնի դառնա նորանշանակ վարչապետի անունը։ Գործադիրի նոր ղեկավարին 20 օր ժամանակ կտրվի իր կաբինետը կազմավորելու եւ պետության ղեկավարի հաստատմանը ներկայացնելու համար։ Հանրապետության նորընտիր նախագահը Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը ընդունեց ապրիլի 9-ին իր պաշտոնամուտի օրը։ Ինաուգուրացիոն երեքշաբթին մի քանի անսպասելի նորամուծություններով ու խորհրդանիշներով նոր բովանդակություն հաղորդեց Հայաստանի պետական արարողակարգի գլխավոր հանդիսությանը։ Ապրիլի 9-ին նոր անկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի 6-րդ երթմնակալություններ։ Արարողակարգի մի շարք բաղադրիչներ առաջին անգամ էին։ Նախագահական իշխանության խորհրդանիշ, կենտրոնում Հայաստանի Հանրապետության զինանշան, վերևում ցորենի հասկեր։ Առաջին անգամ արարողությունը մարզաամերգային համալիրում էր։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը երդվում եմ անվերապահորեն կատարել սահմանադրության պահանջները, հարգել մարդու ու քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը, իբարս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։ Տարվա գլխավոր ներքաղաքական իրադարձությանը շուրջ 2000 հրավիրյալ, արտասահմանյան 60 պատվիրակություն էին ներկա։ Պետության ղեկավարի ելույթն ուղենիշային էր։ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև իր օգտին չքվեարկածներին։ Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ։ Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ, ավելի արդյունավետ աշխատելու պահանջ։ Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել։ Նաև այս ուղերձները կենսագործելու համար պետության ղեկավարը պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար 3 առաջնահերթություն ընդգծեց։ Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է։ Կառանձնացնեմ 3 հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն։ Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են։ Արդյունավետ եւ վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն, ահա հաջողության մեր բանաձևը։ Բոլորի հավասարություն օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե տնտեսական, թե քաղաքական զարգացման համար։ Համեմատեք 5 տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ եւ կտեսնեք տարբերությունը։ Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու։ 5 տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր, անհամեմատ բարձր մակարդակ։ Դա ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին, սիրելի արենակիցներ։ Ինչպես եւ 5 տարի առաջ նույն օրը պետության ղեկավարը բոլորին տքնաջան ու հետևողական աշխատանքի կոչ արեց։ Այժմ ժամանակն է խոսքից գործին անցնելու, խոսքերը գործերով ամրագրելու։ Ուրեմն ի գործ, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք հայ ժողովրդին։ Շնորհակալ եմ։
Երթմնակալությունից հետո իր իսկ հիմնած ավանդույթին հավատարիմ պետության ղեկավարն այցելեց Եռաբլուր, հարգանքի տուրք ազգային հերոսների հիշատակին, Երազիմ երկիրը երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հրետանային 3 համազարկ։ Բաղրամյան 26 Գերագույն գլխավոր հրամանատարն ընդունեց ավանդական զորահանդես։ Առաջին անգամ նախագահի նստավայրում եւ հրապարակային պետության ղեկավարն ընդունում է կառավարության հրաժարականը։ Քանիսը կլինեն նոր կաբինետի խմբակային առաջին լուսանկարում։ Կիմանանք առավելագույնը 20 օր հետո։ Արկադի Գրիգորյան, Վլադիմիր Վարոսյան, ժամը լրատվական։ Նույն օրը ապրիլի 9-ին Երևանի կենտրոնական փողոցներում ընդդիմության կողմնակիցներն ու ոստիկանները կանգնեցին իրար դեմ եւ իրար կողքի։ Հայաստանի հետընտրական զարգացումների պատմության մեջ ընդդիմադիր ակտիվիստների ու ոստիկանության բախումնավտանգ հանդիպումը եւ անգամ արյունալի բախումները ցավոք եզակի տեսարաններ չեն, սակայն բացառիկ է ընդդիմադիր լիդերի ու ոստիկանապետի միասնական աղոթքը ընտրության արդյունքը վիճարկող քաղաքացիների հետ։ Ինչպես ապրիլի 9-ին խաղաղվեց փողոցը առանց վտանգավոր ցնցումների ու անդառնալի կորուստների, պատմում է Արկադի Գրիգորյանը։ Ընտրությունների արդյունքները չընդունելու ավանդույթը հայաստանյան ընդդիմության համար նոր չէ, ինչ որ իմաստով սինդրոմը նաև միջազգային է։ 96-ին Վազգեն Մանուկյան, 2003-ին Ստեփան Դեմիրճյան, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյան, 2013-ին Ռաֆի Հովհաննիսյան։ Տարբեր տարիների ընդդիմադիրները ընտրություններից հետո կողմնակիցներ են հանել փողոց։ 2013-ին Ռաֆի Հովհաննիսյանը պահպանեց ավանդույթը։ Հանրահավաքային ավելի քան մեկամսյա շղթայի հանգուցային օր սահմանեց ապրիլի 9-ը։ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո էլ տեղի տալով որոշ ցուցարարների պահանջին հայտարարեց, որ երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա։ Քայլն արվեց։ Չնայած որ քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այդ երթուղով երթը ի գիտություն ընդունված չէ, համապետական միջոցառումը չխոչընդոտելու համար, եւ ժառանգությանն առաջարկել էր այլ երթուղի դարձյալ մայրաքաղաքի կենտրոնով։ Այդուհանդերձ Հովհաննիսյանն ու կողմնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան։ Գրողների միության շենքի մոտ ոստիկանությունը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ երթն անօրինական է, զգուշացրեց շարունակելու դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։ Երթի մասնակիցները չցրվեցին, դրանից հետո հրմշտոց առաջացավ։ Ոստիկանները մի քանիսին ստիպված էին ժամանակավոր մեկուսացնել։ Իդեպ, միջադեպ գրանցվեց նաև ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ ոստիկանների միջև։ Իրարամերժ գնահատականներ եղան, մեղադրանքներ հնչեցին իրավապահների հասցեին։ Հաջորդ օրը համացանցում տարածվեց այս տեսանյութը։ Բաղրամյանում սկսվեցին Ռաֆի Հովհաննիսյան ոստիկանություն բանակցությունները։ Բանակցություններից հետո երթի մասնակիցների մի մասը Հովհաննիսյանի հետ շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ։ Միստվար զանգված այդուհանդերձ մնաց Բաղրամյանում։ Ոստիկանությունը պարբերաբար հիշեցնում էր, որ քաղաքի այդ հատվածում հավաքվելն անօրինական է։ Պատասխանատվության է ենթարկելու հավաքների վերաբերող օրենքի պահանջները եւ հասարակական կարգ ու կանոն խախտող բոլոր անձանց։ Խնդրում եմ հետևություն արեք, եթե պետք է նորից կկրկնեմ։ Ծիծեռնակաբերդ գնացողներին միացավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Եվ այս եւ Բաղրամյանի հատվածում մի քանի ժամ շարունակ ոստիկանությունն ու ցուցարարները փորձում էին երկխոսությամբ համաձայնության գալ։ Կադրերը վկայում են, որ շփվելու ձևաչափն ընդունելի էր երկուստեք։ Մի կողմից չկային մահակներ, մյուս կողմից քարեր։ Ամենաուշագրավն ու աննախադեպը սպասվում էր Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Աշխարհում դժվար է հիշել մի օրինակ, երբ ոստիկանապետն ու ընդդիմության առաջնորդը, այն էլ հետընտրական լարված շրջանում, աղոթ են միասին։ Օրհնյալ ես Տեր մեր Քրիստոս Հիսուս։ Օրհնյալ ես այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենիցս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, սուրբ երեցի անունը քո, եկեցի արքայություն քո, երեցի կամք քո, որպես երկինս եւ երկրից, սրած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ բանալից մեր, որպես եւ մենք թողում քրոս պատապանած, եւ մի տանից մեզ գործություն, այլ բրկյաց մեզ չարեց, զիքոյ արկայություն եւ զորություն եւ ապարքարյաց ամենից։ Շնորհակալ ու երախտապարտ ենք փառավոր մեր Տեր Քրիստոս Հիսուս։ Հայր բարձրալ Աստված, Սուրբ Հոգի Աստված դու մեզ նորոգով։ Շնորհակալ ու երախտապարտ ենք, որ պահում պահպանում եք երկիրս իմ Հայաստան։ Ողորմում եք մեզ անարժաններից։ Ուղղորդիր մեզ Տեր ճշմարիտ ճամփով։
քանզի մենք քո զավակներն ենք եւ մեր հոգիներն նույնությունը ձեզ են պատկանում այժմ եւ միշտ եւ ավետյանս ավետանիցս ամեն։ Բաղրամյանում ոչինչ չէր փոխվել։ Ռաֆի Հովհաննիսյանը ժամը 22-ի մոտ վերադառնում է Բաղրամյան պողոտա։ Նախ բանակցում է Երևանի փոխոստիկանապետի, այնուհետև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Արդյունքում ոստիկանությունը հաշվի առնելով, որ համապետական միջոցառումներն ավարտվել են, թույլատրում է երթը Բաղրամյանով, այն էլ մայթերով։ Ռաֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում ոստիկանապետին։ Ժամը 23-ին Բաղրամյան 26-ի մոտ երգում է Հայաստանի օրհներն ու բարի գիշեր մաղթում հավաքվածներին։ Բախումների ու զանգվածային ծեծկռտուքի փոխարեն գերիշխողը ընդ որում երկու կողմից միմյանց լսելու կարողությունն էր ու ցանկությունը։ Ապրիլի 9-ը ցույց տվեց, որ համակարգային փոփոխությունն ակնհայտ է։ Ոստիկաններն ավելի զուսպ էին, համբերատար։ Ցուցարարների հիմնական մասի պահվածքի հերթին զգացնել տվեց, որ գիտակցության բոլորովին նոր մակարդակ կա հասարակության շրջանում ու քաղաքական դաշտում։ Արկադի Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, Վահե Եղազարյան, ժամլրատվական։ Մարդու իրավունքները չեն ոտնահարվի միայն այն ժամանակ, երբ ամեն մարդ գիտակցի, որ ինքը պատասխանատու է ամբողջ աշխարհի համար, ասում էր Չեխերի փիլիսոփա առաջնորդ Վացլավ Հավելը։ Եթե նա ճիշտ է, ուրեմն մեր մոլորակի բնակիչները դեռ շատ երկար կպայքարեն անհնարինին հասնելու համար։ Մարդու իրավունքների կատարյալ պաշտպանության համամարտկային իդեալը ամեն օր նոր գործողություններ է թելադրում աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին ու նրանց թվում նաև մեզ։ Անցնող շաբաթ, երբ Հայաստանի օմբուդսմենը նախորդ 2 տարիների զեկույցներն էր ներկայացնում խորհրդարանի ամբիոնից, հայտնի դարձավ, որ մեր երկրում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության նոր կառույց՝ ազգային հանձնաժողով։ Մեր իրավունքների ոտնահարման նույնիսկ ամենաաննկատ դեպքերին եւ իրավունքները վերականգնելու հնարավորություններին է անդրադառնում Աննա Գրիգորյանը։ Մեր ժողովրդին պակասում է հացն ու արդարությունը, հայաստանցիների իրավունքները հիմնականում խախտվում են այս երկու բացերի պատճառով։ Այսպիսին է մարդու իրավունքների պաշտպանի 2012-ի զեկույցի հիմնական եզրահանգումը։ Պաշտպանը սակայն վստահեցնում է, հատուկ ոչինչ չի արվում, որ մարդ հացի կարոտ լինի, խնդիրն այլ է։ Անարդար մրցակցությունը, որը կա շուկայում, որտեղ բիզնեսները քիչ են, բիզնեսը քիչ է, աշխատատեղն է քիչ։ Պաշտպանի դուրն են եկել հատկապես դատարաններից տուժածները, թեև Կարեն Անդրեասյանը նկատել ու զեկույցում նշել է նաև դրական միտումներ։ Հաստատ կարող ենք նշել, ասենք երբ ոստիկանության բաժին են տարելու, չի եղել փաստաբան, մեր միջամտությամբ դա լուծվել է, չի եղել, պետք է լիներ բռնություն, մենք կանխարգելել ենք։ Մարդու իրավունքներն ամենուր են, այն որ մորթը պետք է սպանդանոց humարվի եւ դրա անտեսումը եւս մարդու իրավունքների խախտում է, գուցե ծիծաղելի է ոմանց, բայց ոչ իրավունքների պաշտպանի համար։ Եթե սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն, մորթված անասունի միսը կարող է վտանգել մարդու կյանքի իրավունքը։ Գյուղնախարարությունում համաձայն չեն, թե չեղած սպանդանոցում կյանքի իրավունք է խախտվում, հատկապես որ հանրապետությունում արվում են հետազոտություններ մորթից առաջ եւ հետո։ Այսինքն կենտրոնները մորթելուց առաջ ենթարկում են անասնաբաժական զննման, նրանց ջերմաչափում են, արտաքին իրավիճակն են նայում եւ այլն եւ այլն։ Միսը ստուգվում է նաև մսեղիկ պատրաստելու եւ իրացնելու փուլում։ Այլ հարց է, թե որքանով է այդ շղթայի վերահսկողությունը բարեխիղճ, ասում է Գրիշա Բաղիյանը։ Այնուամենայնիվ, մինչև տարվա վերջ ելնելով օրենքի պահանջից խորհրդային չգործող ու խարխուլ սպանդանոցներին կփոխարինի 5 ժամանակակից սպանդանոց։ Պայմանագրերը կնքված են, շինարարական կամ շինվերանորոգման աշխատանքների ընթացքի մեջ են։ Սոցիալական հիմնական դժգոհությունը, որը գրի են առել օմբուդսմենի գրասենյակում, թոշակների բաշխման խնդիրն է։ Նույնիսկ տարվա ընթացքում դիմել ենք հակասահմանադրական ենք ճանաչել օրենքի որոշ դրույթներ, որպիսի մարդկանց չզրկեն, ասենք, օտարերկրյա նոտարի լիազորագրով իրենց հասանելիք թոշակը ստանալու։ Ոլորտի ներկայացուցիչները հաստատում են նման բան եղել է եւ չնայած վերջին տարիներին ձգտում են բացառել նման դեպքերը, չեն հերքում, որ թաքնված խնդիրներ դեռ կան։ Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, դադարեցնելու եւ այլ որոշումները կայացնում են 51 տարածքային ստորաբաժանումների շուրջ 400 աշխատակիցներ։ Եվ այստեղ ակնհայտ է, որ յուրաքանչյուրը յուրովի մեկնաբանության կամ սխալ մեկնաբանության արդյունքում կարող է ինչ-ինչ խնդիրներ հարուցել քաղաքացիների համար։ Հիմա ներդրվում է կենսաչափական նոր տեղեկատվական համակարգ, արդյունքում որոշումները կկայացնի ոչ թե անձը, այլ տեխնիկան, ըստ մուտքագրված տեղեկությունների։ Զեկույցում ոլորտին առնչվող եւս մեկ խնդիր լուծման փուլում է անօթևան եւ մուրացիկ երեխաների հայտնաբերելու եւ օթևանի տրամադրելու համար ոստիկանության գլխավորությամբ եւ տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։ Այսօր մենք գիտենք, որ պաշտոնական տվյալներով 15 երեխա է հաշվառված որպես թափառաշրջիկ եւ մուրացիկ։ Իհարկե դա չի նշանակում, որ մենք անելիք չունենք։ Առողջապահական ոլորտում նույնպես խախտվում են մարդու իրավունքները, օմբուդսմենը հատկապես դժգոհ է համավճարի համակարգից, ասում է անարդար է։
Հարազատին, բարեկամին, ծանոթի համար կարող են զեղչել, իսկ իսկապես չքավորի համար, որին արժաներ կամ ասենք հաշմանդամի համար կամ վետերանի համար կարող են չզեղչել։ Այս խնդրով Զանգեր առողջապահության նախարարության թեժգիծը համենայն դեպս չի ստացել։ Երաշխիքը, որ արդար կլինի զեղչումը, կայանում է նրանում, որ բուժ հաստատությունը այդ զեղչումը կատարում է իր եկամուտների հաշվին, այսինքն իրեն ձեռնտու չի այդ զեղչումը անել։ Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ գրեթե բոլոր ոլորտներում իրավունքներ են վերականգնվում։ Օմբուդսմենին ուրախացնում են նույնիսկ փոքր հաջողությունները, բայց նա խոստանում է ձեռքբերումը նվաճում դարձնել, անտեսված չթողնել ոչ մի իրավունք։ Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։ Վերջին հանգրվանի ընտրության իրավունք, մահից հետո հող դառնալ, թե մոխիր։ Հավաստիացումներ կան, որ այս երկու ճանապարհներն էլ տանում են երկնային արքայություն։ Եթե հիշում եք, Հայաստանում դիակիզման մասին օրենքի շուրջ բանավեճերը բռնկվեցին 2006 թվականին։ Օրենքի կողմնակիցները պնդում էին, որ գերեզմաններն արդեն գրավում են ապրողներից տարածքները, իսկ դիակիզման գաղափարը մերժողները վկայակոչում էին հողեիր, հող դարձիր աստվածաշնչյան խոսքը։ Եվ ահա այդ կրակոտ քննարկումներից 8 տարի անց, արդեն եկող տարի Հայաստանում կառուցվելու է առաջին դիակիզարանը։ Հին գերեզմաններ 60-ական թվականներին այս հատվածում պեղվել են։ Աշոտ Փիլիպոսյանը պեղել է Կարմիր բլուրը։ Մի կողմում մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում Ռուսա երկրորդի կառուցած Թեյշեբայինի քաղաքամրոցն է, մյուս կողմում հազարամյա ու ժամանակակից գերեզմանների խաչմերուկը։ Ուրարտական շրջանի դամբարաններ պեղելիս Փիլիպոսյանը նաև սափորով մոխիր է գտել։ Հայաստանի տարածքում 4000 տարի առաջ հանգուցյալներին նաև դիակիզել են։ Հատկապես սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող անձանց դիակիզման եղանակով էին իջեցնում դամբարան։ Նախները պատկերացնում էին, որ երկնային աստվածներին հասնելու համար անհրաժեշտ է, որ մարդու մարմինը ինչ-որ ձևով երկինք բարձրանա, իսկ երկինք բարձրանալու միակ միջոցը դա այրելն էր, քանի որ ծուխը մարդու մարմինի մնացորդները երկինք էր տանում։ Հավատալիքների էվոլյուցիան փոխել է նաև հանգուցյալներին անդրաշխարհ ճանապարհելու միջոցները։ Քրիստոնեության ընդունումից հետո դիակիզումն արգելվել է։ Ավելի քան 1000 տարի Եվրոպայում հանգուցյալների մարմինը հողին էին հանձնում, մինչև այն պահը, երբ քաղաքները սկսեցին մեծանալ, իսկ գերեզմանատեղերը պակասել։ 18-րդ դարի կեսին Անգլիայում ու Գերմանիայում կառուցվեցին առաջին դիակիզարանները։ Հողի տնտեսման խնդիրը օրակարգային է նաև ժամանակակից Երևանում։ Մայրաքաղաքի բոլոր գերեզմանատները միասին 540 հեկտար տարածք են զբաղեցնում։ 21 գերեզմանատներից միայն 4-ն են բաց, մյուսները մասնակի կամ ամբողջովին փակ են։ Նոր հողատարածքներ չեն հատկացվում։ Եթե դիակիզարան լինի, հողի 70-ից 80%-ը կտնտեսվի։ 12 քառակուսիմետր հող ենք հատկացնում, 12 քառակուսիմետր հողի վրա դրա ընդհանրապես 4-ից 5 դագաղ դրվում, բայց այն ժամանակ 12 քառակուսիմետրի վրա կարելի է 20-40 հատ սափոր տեղադրել։ Արդեն ընտանեկան գերեզման հասկացողությունը կդառնա պապենական գերեզման։ Հակառակ դեպքում շատ կարճ ժամանակ անց գերեզմանատները կհասնեն բնակելի տարածքներին, կխաթարեն էկոլոգիան ու մարդկային հոգեբանությունը, ասում է Հարությունյանը։ Երևանում դիակիզարան կառուցելու մասին մտածել են դեռևս խորհրդային Հայաստանի ղեկավարները։ Ռազմիկ Հարությունյանը հիշում է, խնդիրը բարձրացվել է մոտ 40 տարի առաջ։ 1986-ին նույնիսկ հանրային քննարկում են արել։ Երևանցիները դիակիզարանին դեմ չէին։ Խնդիրը կրկին օրակարգ բերվեց 2006-ին, կառավարությունը դիակիզարանների շահագործման մասին օրենք ընդունեց։ 8 տարի անց Երևանում կառուցվելու է առաջին դիակիզարանը, եկող տարի այն շահագործման կհանձնվի։ Ես դեմ եմ, հələ չենք ասունացել, կան որ բանն ենք, այրենք մեր հանգուցյալներին։ Մի փոքր գերեզման քշենը մի ամբողջ գերտասան կտեղավորվի։ Մի ամեն մեկի երկու կամար մեծ տեղեր ճիշտ չէ։ Ես կդնում եմ հրկիզելի ճիշտ է։ Մի հեշտը մեզի հասավ հրկիզման էջ տանք, թող հողին արժանանանք, հողենք հող դառնանք։ Եթե հաշվի առնենք, որ հողատարածքները մեր մոտ քիչ են ու գերեզմանները ընդարձակվում են, գուցե տառումով ինչ որտեղ դրականորեն վերաբերվեմ։ Այդ մեր հավատքին, մեր քրիստոնեությանը ու մեր ավանդույթներին դեմ է։ Հայ առաքելական եկեղեցին դեռ 2006-ին էր հայտնել իր դիրքորոշումը դեմ է դիակիզմանը։ Հայր Շահեն խորհուրդ է տալիս հարցի պատասխանը չփնտրել Աստվածաշնչում։ Սուրբ Գիրքը գրվել է մի մշակույթում, որտեղ դիակիզման խնդիր չի եղել։ Փոխարենն Աստծո խոսքից բխած ծիսակարգն ու աստվածաբանությունն են պարզաբանում։ Մարմնի վրա մկրտության դրոշմն առած մարդու մահից հետո եկեղեցական կարգի 3 փուլերում անհրաժեշտ է մարմնի ներկայությունը։ Գրեթե բոլոր եկեղեցական ծիսակարգերում այդ 3 փուլը հատկանշվում է նախ տանկարգ, եկեղեցու կարգ, ապա գերեզմանի կարգ։ Այս ամբողջ եռափուլ ծիսական աստվածաբանական համակարգի մեջ շատ կարևորվում է մարմնի ներկայությունը պատարագի, այսինքն եկեղեցու կարգի ժամանակ։
Դիակիզարանի նախագիծն արդեն հաստատվել է, վերջին հրաժեշտի այլընտրանքը շուտով կգործի։ Հող թե մոխիր, շատ քրիստոնյաներ գուցե նախընտրեն երկրորդը, այն մի քանի անգամ ավելի մատչելի է։ Պետությունը հոգալու է չժանգոտվող երկաթեսափորների, թաղման տարածքի ու տապանակարի ծախսերը։ Հայր Շահեն կարծում է, երբ խնդիրը հասունանա, կդիմեն կաթոլիկների եւ ուղղափառների փորձին։ Կաթոլիկ եկեղեցին 1969 թվականից թաղման կարգի 3 փուլերն ավարտում է հանգուցյալի մարմինը մինչև դիակիզարան ուղարկելը։ Դիակիզումն օրենքով սահմանված է, սակայն պարտադիր չէ։ Երևանից 3 կիլոմետր հեռու կառուցվող դիակիզարանի 10 հեկտարի կողքին 53 հեկտար նոր տարածք կհատկացվի ավանդական թաղումների համար։ Սոլնե Միքայելյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։ Քիչ հետո մենք կպատմենք Կարբիի հրեշի առեղծվածի մասին, իսկ մինչ այդ մեր հաջորդ ուղղությունը Ֆրանսիա։ Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքում սկսել են նշել Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցը։ Ֆրանսիական ամենաազդեցիկ երկու թերթերի Մոնդի և Ֆիգարոյի ստամբուլյան թղթակիցները ֆրանսահայերին ներկայացրել են ցեղասպանության մասին իրենց նոր գիրքը, իսկ Փարիզյան շրջանի միջնադարյան տաճարներից մեկում առաջին անգամ ոգեկոչել են ցեղասպանության զոհ դարձած բոլոր քրիստոնյաների հիշատակը։ Արքաների տաճարում երգում են Քրիստոսի լեզվով, արամեերեն։ Հայերը, ասորիններն ու հույները Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու կամարների տակ առաջին անգամ են միասին աղոթում։ Արևելքի քրիստոնյաներին եվրոպական այս սրբավայրում միավորել է հավաքական հիշողությունը, Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության հիշողությունը։ Սպանել մեկին նշանակում է սպանել ինքդ քեզ, ասում է Սեն-Դնիի աբահայր Ժան-Մարկ Դանթին եւ աղոթում 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով զոհված 2 միլիոն քրիստոնյաների հոգիների խաղաղության համար։ 1900 թվականին Թուրքիայի բնակչության ավելի քան 30%-ը քրիստոնյա էր։ Այսօր այդ երկրում քրիստոնյա է քաղաքացիների հազիվ 0.1%-ը։ Մարդկությունը չի կարող ապրել իր նկուղում հայ ժողովրդի դիակը թաքցրած։ Անցած դարասկզբի ֆրանսիացի հայտնի գործիչ Ժան Ժորեսի խոսքն են հիշում հայերը, հավատում, որ ոչ իրից մեկ դար անց Թուրքիան կընդունի մեղքը։ Էկումենիկ եզակի արարողությունն անցկացվում է Փարիզի Աստվածամոր տաճարից էլ հին Սեն-Դնիի բազիլիկ եկեղեցում։ Այստեղ Ֆրանսիայի արքայական դամբարանների կողքին հանգչում է հայոց վերջին թագավորը Լևոն 6-րդը։ Կիլիկիայի արքայի ժառանգներից Ֆիլիպ Ռու դը Լուսինյանն է ներկա եկեղեցական արարողությանը։ Ազնավուրի իմպրեսարիո Լևոն Սայանին խոստովանում է, երազում է մի օր Մոնվառել էջմիածնում։ Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված ձեռնարկի հեղինակը Ֆրանսիայի հայկական ինստիտուտը մտադիր է հաջորդ տարի էկումենիկ արարողությանը հրավիրել քրդերի ու նաև առաջադեմ թուրքերի։ Մերժողականության նիրհից թուրքերին արթնացնում է հայկական ուրվականը, որը նրանց հետապնդում է շուտով արդեն մի ամբողջ դար։ Թուրքիան և հայկական ուրվականը գրքի համահեղինակ Գիյոմ Պերիեն ասում է. կրթված թուրքերին կառավարությունն այլևս չի կարող համոզել, որ իրենց նախնինները ցեղասպան չեն։ Թուրքերն այսօր ավելի շատ են համալսարան գնում, շատ են ճամփորդում, բացվում են դեպի մեծ աշխարհ։ Այլևս անհնար է ժխտողականության պաշտոնական պնդումներով լցնել նրանց գլուխները։ Ի վերջո ինտերնետ կա այսօր։ Հայկական հարցը տասնամյակներ շարունակ տաբու էր։ Մարդիկ կրթվեցին, իրենց անցյալի մասին անպատասխան հարցեր առաջացան եւ մեծացավ ճշմարտությունը պարզելու թուրքերի պահանջը։ Գիյոմ Պերիեն Մոնդ օրաթերթի թղթակիցն է Ստամբուլում։ Գիրքը գրել է Ֆիգարոյի իր գործընկերուհու Լոր Մարշանի հետ։ Ֆրանսիացի լրագրողները Թուրքիա են գործուղվել մոտ 10 տարի առաջ։ Ինչպես բոլոր լրագրողների, այնպես էլ մեր նպատակն էր նախ եւ առաջ փնտրել ճշմարտությունը։ Թուրքիա ժամանելուն պես պարզվեց, անհնար է հասկանալ Թուրքիան, պատմել այդ երկրի մասին առանց հայկական հարցի մութ արահետով անցնելու։ Շատ շուտ հասկացանք, որ ամբողջ Թուրքիան հիմնված է 1915-ի վրա։ Ֆրանսիացի թղթակիցները պատմում են ստվերի հայերի, դավանափոխ եղած քրիստոնյաների, հայ հարևանի կյանքը փրկած արդար թուրքերի, հայկական ավանդույթների ու եկեղեցիների մասին, որոնք նրանց բնորոշմամբ ծանր լռության մեջ թշնամանքի ու մերժման մի ամբողջ դար են ապրել։ Հանդիպեցինք մի թուրք գավառապետի ժառանգների, որոնց պապին Դիարբեքիրի կառավարիչը սպանել էր, քանի որ նա հրաժարվել էր աքսորել հայերին։
Նրանք այսօր հպարտ են, որ իրենց պապը այդ քաջությունն ունեցել է։ Պաշտոնական քարոզչությունը Թուրքիայում հերոսացնում է հայերին սպանած զինվորականներին։ Այսօր ժամանակն է, որ Թուրքիան փոխի իր հերոսներին։ Պետք է հերոս ներկայացվեն հայերին փրկած թուրքերը եւ ոչ թե մարդասպանները։ Թուրքիան եւ հայկական ուրվականը գրքի հեղինակները վստահ են, որ հայկական ուրվականը մի օր վերջնականապես կսթափեցնի ու կխոստովանեցնի Թուրքիային։ Լրագրողներն այս լավատեսությամբ լցվել են երկնքում 5 տարի առաջ։ Մեզ, Լոր Մարշանին եւ ինձ բախտ վիճակվեց Թուրքիայի նախագահին ուղեկցել Երևան այցի ժամանակ։ Ընդամենը մի քանի լրագրողներ էինք նախագահի օդանավում եւ մի շատ հուզիչ պահի ականատես եղանք, որը ես միշտ կհիշեմ։ Գյուլը նախագահական սրահում նստած ամբողջ ճանապարհին Հրանտ Դինքի գիրքն էր կարդում։ Եվ մեր վերջին պատմությունը Կարբիի ուրվականի առեղծվածը կարծես բացահայտվում է։ Արագածոտնի մարզի այդ գյուղի բնակիչներն արդեն ենթադրություններ ունեն, թե ով կարող է լինել շների գիշերային սպանդով իրենց ահաբեկողը։ Կարբիի հրեշ անունը ստացած խորհրդավոր արարածի որոնումներին այս շաբաթ մասնակցել է նաև ժամի նկարահանող խումբը։ Կարբիի փողոցներում գիշերն անվտանգ չէ, բանից անտեղյական ծանոթը կարող է մահակով հարված ստանալ, անվնաս անցնելու համար պետք է հիշել մի քանի կանոն, ամեն տան մոտենալիս լապտերով ազդանշան տալ, սա տանտիրոջը կհուշի, որ զգուշանալ պետք չէ, առավել ևս ձեռքը մահակին տանել։ Գյուղը շարունակում է փնտրել ուրվական մարդուն, ով մթին հայտնվում է ուր ասես եւ վախեցնում ում ասես։ Կարբեցիները ամեն գիշեր հերթապահում են աչքն ամեն հետքի ու ստվերի։ Նրանք մեզ դիմավորեցին, ընդունեցին իրենց շարքերն ու սկսեցինք միասին որոնել գյուղի պատուհասին։ Անսպասելի հայտնվեցին մի խումբ երիտասարդներ, այգիներից մեկում օտար մարդ էին նկատել։ Մակո! Ի՞նչ կա։ Ասում կուանս։ Լույս մույս այրևու։ Ողի գոզ լույս աշկա, սատան եմուն խыз չկնամ այդպես։ Միակ լույսը խորստում ու կորում է։ Գյուղում կարծում են, եթե տանիքներին քար գցողն ու շներին սպանողը ուրվական չէ, ուրեմն խմբով են աշխատում։ Մի քանի րոպե որոշեցինք հանգստանալ ու այդ պահին 3 տուն այն կողմ օգնության կանչեր լսեցինք, ինչ որ մեկը սուլել էր ու դատարկ շշով հարվածել տանիքին։ Արդյուն ենք, մեր գարոյենց հայատներով կախելա բերեք։ Փողոցում վտանգավոր է դառնում, օտարը ամեն պահ կարող է քարով հարվածել։ Մեզ առաջարկում են տեսախցիկի լույսն անջատել ու միասին թաքնվել տան այգում։ Մարդը թե ուրվական, հավանական թաքստոցը այստեղ կարող է լինել, գյուղին միակ լքված տունն է։ Որոշել են թակարդներ դնել, իսկ հիմա զննում են տեղանքը, տարօրինակ ոչինչ չգտնելով հեռանում։ Հերթական փնտրտուքն արդեն ավարտվում էր առանց արդյունքի, երբ հարևան գյուղից եկավ մեկը լուրով, թե գյուղի ուրվականն իր հարազատն է, 35 տարեկան, մոտ 1 մետր 80 սանտիմետր հասակով, երկարավուն դեմքով։ Ականատեսների վկայությունները գրեթե նույնն են, քրոջ տղային գտնելու հույսով եկել է Կարբի։ Մարդն խոզին տնսել է, վիցիլին սրսկել է, կնոջ հետ կերակրել է ծագերին, եկե պարկե քնել է, առավոտը կինել է, տեսլա ամուսինը չկա։ Իրենց հարազատին փնտրում են արդեն 2 ամիս։ Արամը կորելուց 3 տարի առաջ հոգեկան խնդիր է ունեցել, վախեցել էր շնից։ Հիմա էլ երևի Կարբիի շներին սպանելով է վրեժ լուծում։ Գյուղի խնդրով զբաղվում են նաև ոստիկանները, առանց մահակների ու աննկատ։ Կարբիի գիշերները գուցե այսքան անհանգիստ չլինեին, եթե անհայտ մեկի արկածներին չգումարվեր մարդկանց երևակայությունը, որ անկոչյուրին ուրվական դարձրեց ու զրկեց գյուղին խաղաղ քնից։ Սպարտակ Գրիշյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։ Դուք դիտում եք Կիրակնորիա ժամը լրատվականը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն եւ ամենայն բարիք։